Բարև հարգելի հեռուստադիտող, Մետինֆորն է եթերում եւ այսօր զրուցելու ենք բոլորին հատկապես միջին եւ բարձր տարիքի կանանց եւ տղամարդկանց շատ անհանգստացնող մի թեմայի մասին, դա ծնկան հոդի մաշվածությունն է, տարիքի հետ իհարկե ծնկները ասես ընկրկում են եւ միշտ զգացնել են տալիս իրենց, միշտ այդ անհանգստությունը պատճառում են տարեցներին կամ միջինից բարձր տարիքի մարդկանց եւ իրականում դա ինչ պատճառ ունի, որն է դրա լուծման իդեալական օպտիմալ տարբերակը։ Թեմայի շուրջ ես զրուցում եմ Իզմիրլյան բժշկական կենտրոնի օրթոպեդ վնասվածքաբան Նարեկ Չալիկյանի հետ։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ, որ Մետինֆորմի զրուցակիցն եք։ Շատ շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ այսպես բժիշկ, ծնկան հոդի մաշվածություն։ Իրականում հնարավոր է խուսափել սրանից, կան մեթոդներ, որի շնորհիվ մենք կարող ենք ավելի հասուն տարիքում չունենալ այս խնդիրը, որովհետև ինչքան նկատում եմ, բավականին տարածված է։ Իրականում մեր բժշկությունը կատարում է այնպիսի քայլեր, որ պացիենտների մոտ կանխարգելվի այդ հոդի մաշվածությունը։ Մենք բավականին մեծ աշխատանք ենք տանում, որ բոլոր բուժառուները ինֆորմացվեն, որտեղ ցանկացած փոքր վնասվածք միջին տարիքում չբուժվելու դեպքում բերում է մեծ տարիքում ավելի լուրջ խնդիրների։ Օրինակ, եթե փոքր ժամանակ միջին տարիքում ունենանք հոդի ներսում վնասված, հյուսվածքային վնասված, դա ժամանակին չբուժելու դեպքում բերելու է հոդի արտրոզի առաջացման։ Ու այսօր շատ ուրախ եմ, որ բժշկությունը, հայաստանյան բժշկությունը գնում է այդ միջոցառումները իրականացնելու, գնում են կանխարգելիչ բժշկությանը, որը որ թե պետության համար է ավելի հարմար էժան նստում, թե պացիենտներն կյանքի որակը չեն կորցնում, դա շատ իրականում մեծ քայլ է։ Շատ լավ, որտեղից է սկսվում այն սխալը, որ ծնկան հոդը սկսում է մաշվել, որովհետև հետաքրքիր է բոլորի մոտ գրեթե խնդիրը հենց ծնկան հետ է կապվում ավելի։ Ժողովուրդը sense խոսք ունի, որը ժամանակին շատ շուտ ժամանակներից եկել է, աղերի կուտակում հասկացողությունը, դա աղերի կուտակումը դա ոչ աղուտելու հետ է կապված, ոչ ինչ որ տենց աղ է լցվում հոդի մեջ, այլ աղերի կուտակում դա հենց հոդի աճառային շերտի մաշվածությունն է։ Վերցնենք ծնկան հոդում ունենք հոդը կազմող մակերեսներ, հոդամակերեսներ, դրանք հիալինային աճառներն են եւ այդ աճառային հյուսվածքների արանքում գտնվող մենիսկ հասկացողությունը, որը որ ապահովում է հոդի ստաբիլությունը, լիարժեք աշխատանքը։ Միջին տարիքում, երբ նամանավանդ պացիենտը սպորտով զբաղվելու հետևանքով կարող է ունենալ մենիսկի վնասում, մի 7 օր այդ մենիսկի վնասում իրան անհանգստացնի, հետո անցնի, ինչ որ ցավազրկողների օգնությամբ այդ խնդիրը անցնի, ինքը մտածի, որ ինքը բուժվել է եւ ժամանակ առ ժամանակ ուղղակի ծնկանոդում որոշակի ցավեր նշի, բայց ինքը իրան համարի որպես արդեն առողջացած պացիենտ։ Այդ պարագայում անտեսում է, ինքը համարում է իրեն լավ եւ 5-ից 10 տարի հետո, արդեն մոտավորապես 55-60 տարեկանում, վնասված մենիսկը հոդում անընդհատ խաղալով, անընդհատ հոդում որպես ազատ մարմին խաղալով առաջացնում է հոդում աճառային շերտի մաշվածություն։ Ցավոք սրտի օրգանիզմը արձագանքում է մենակ այն ժամանակ, երբ որ արդեն 3-4 աստիճանի է հասնում այդ հոդի մաշվածությունը։ Երբ որ 3-4 աստիճանի հասնում, այդ պարագայում 60-65 պլյուս անձանց արդեն առաջարկում ենք հիմնական վիրահատությունը, դա հոդի փոխարինող վիրահատություն, այսինքն հեռացում է վնասված աճառային հյուսվածքները եւ տեղադրվում է էնդոպրոթեզ հասկացողությունը, որը բերում է հիվանդի նոր կյանքի որակ, հիվանդը սկսում է անցավ ապրել ու ֆունկցիոնալ դառնում է լիարժեք մարդ։ Սննդակարգի հետ կան այնպիսի բաներ, որոնք պետք է բացառել, եթե արդեն ունեն ծնկան հոդում խնդիր։ Իրականում սննդակարգը, առաջին հերթին մենք մեր պացիենտներին չենք սահմանափակում, այսինքն մեր գործունեության իմաստն այն է, որ պացիենտը ինքը ապրի լիարժեք ու երբևիցե չկախված չի ինչ-որ հանգամանքներից, որ ինչ-որ բան սնվի, ինչ-որ բան անի։ Ալկոհոլը բացառի։ Այո, կյանքը, բոլորը պետք է ապրեն լիարժեք։ Ոչ մեկը ոչ մի անձ չգիտի իր ավարտը երբ է, ինքը պետք է ապրի լիարժեք ու մենք որպես բժիշկներ պետք է ապահովենք այդ, որպես մեր մասնագիտական առումով պետք է ապահովենք այդ խնդրի չառաջացմանը։ Ուստի սննդակարգը չի առաջացնում ոչ մի արգելանք եւ նույնիսկ հասկացողություն կա, որ եկեք գնանք հաշուտենք, որ ոսկորը կպնի, միանշանակ դե ժամանակին մի հատ տատիկ աշակեր է մատերը կպել է, մտածել է դա ոսկորի ամրացման վրա է հասնում։ Իրականում մեր սնունդը պետք է ուղղակի
կարողանաս օգտակար բաներ ուտել, որպեսզի բոլոր վիտամինային կոմպլեքսը ապահովես։ Բալանսավորված է։ Եվ վերադառնանք ավելի կարևորին, դա շարժունակությունն է։ Այ հոդերի դեպքում որքան է կարևոր ակտիվ շարժունակ կյանք վարելը, սպորտը, թե սա ավելի կարող է տրավմաների հանգեցնել տվյալ Այսպեսի խոսք կա, իրականում պետք է զբաղվել ֆիզկուլտուրայով, ոչ թե սպորտով։ Ցանկացած սպորտսմեն ավելի շատ է վնասվում, որովհետև իրանց լիարժեքության, լիակատարության զգացումը շատ բարձր է եւ իրանք երբեք չեն մտածում, որ կարող է ինչ-որ վնասված ստանալ։ Ուստի բավական շատ եմ վնասում։ Ես այս վերջերս ինձ մոտ ընկերներից մեկին վիրահատեցի, ինքը մոտ 20 տարուց ավել զբաղվում էր սպորտային լիժակշելով եւ ստացավ այնպիսի կոտրված, որ մեր մասնագիտության մեջ բարդագույն կոտրվածներ, երբ որ ամբողջ ոսկրային համակարգը ծնկանոդից ներքև վնասվում է, կոտրվում է, մոտ 60-ից ավել բեկոր, եւ բացի դրանից ամենավտանգավորային է այդ կոտրվածքը, որ հոդամակերեսն է իր մոտ կոտրվել, այսինքն հոդը պահող հատվածը, դրա մեջ մտնում է եւ հոդային աջակները, եւ մենիսկները, եւ խաչաձև կապան, այսինքն ամբողջ ստաբիլությունը հոդի այդ կոտրվածքի, այսինքն հենասյունը կոտրվել էր եւ ամբողջ այդ հյուսվածքները վնասվել էր։ Մենք կատարեցինք մոտ 4 ժամանոց բարդ վիրահատություն, հավաքեցինք այդ բոլոր կալոնաները ոսկային, ստացանք լիարժեք ուղիղ ոտք եւ արդեն սպասում ենք, որ վերականգնվի ոսկային հյուսվածքը, որ անցնենք արդեն մնացած աջակային հյուսվածքին եւ մենիսկների եւ կապանները։ Իհարկե չեմ կարծում տվյալ դեպքում այդ պացիենտը կարողանա վերադառնալ այնպիսի ակտիվ սպորտային կյանքի, որի պատճառով հայտնվել էր այդ վիճակում։ Իրականում մենք զգուշացնում ենք, որ երբեք մենք աստվածներ չենք, մենք չենք կարող բնության տվածը հետ վերադարձնենք։ Մեր շնորհքն այն է, որ այս նավատես վերջին 10 տարիների մեր զարգացողության մակարդակային է, որ մենք տալիս ենք, ստանում ենք լիարժեք, բայց ոչ ինչ-որ բնություն է տված։ Փառք Աստծո, այսօր հասել ենք մենք այն մակարդակին, որ նույնիսկ շրջագայելով աշխարհի տարբեր երկրներում տարբեր մասնագետներ շփվելով հասկանում, որ ունենք այն մակարդակը բժշկության մեջ, որ կարող ենք թե գործիքա կազմել, թե մեր մասնագիտական ունակությունով տանք լիարժեք արդյունք։ Այո։ Ծնկան հոդի խնդիրների հետ կապված շատ տարածված հարց է, պետք է կրկին ժողովրդական լեզվով հարցնեմ, այ ծնկներում ջուր հավաքվել, ջուր քաշել, այսպիսի տերմիններ, որոնք շատերին է հետաքրքրում, ի վերջո որն է լավը, այդ ջուրը քաշել, թե չքաշել։ Ժամանակներ առաջ իրականում բուժումը տենց էր, մտնում են հոդից հեղուկ էին շատ քաշում, ֆունկցիաներ էին անում, դա բավական տրավմատիկ գործողություն է հոդի համար։ Եկել ենք այն եզրակացության, որ դա բնականաբար շատ լուրջ ցուցումով է արվում, եթե հոդում կա այնպիսի վիճակ, որ ուղղակի պետք է քաշես, կան ցուցումներ իհարկե, բայց դա պետք չի սովորություն սարքել, որովհետև դա եւ կրկնվող հավանականությունը դրա մեծ է եւ որ արդյունք չես ուղղակի ստանաս, էլի։ Ցավոք սրտի կան տեղեր, որ տարբեր հորմոնալ պրեպարատներ են հոդի մեջ ներարկում, ֆունկցիաներ են անում, տարբեր պրոցեդուրաներ են անում, ցավոք սրտի դե այդ է ստացվում, այդ եմ անում վիճակա, մենք իհարկե այդ մոտեցումներով չենք նայում, լուրջ ցուցումներով ենք անում։ Այստեղ ամենակարևորը պետք է հասկանալ պատճառը, ինչի է ջուր հավաքվում։ Եթե պացիենտը տրավմա չի նշել, տրավմա չունի, բայց ջուրը հավաքում, ուրեմն պետք է մենք իր ինֆեկցիոն խնդիրները անամնեզը հավաքենք, ինֆեկցիաները ժխտենք, տարբեր դաժե նույնիսկ փչացած ատամից սկսած կարող է հոդում ջուր հավաքվել, այսինքն ամեն ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Կատարել տարբեր հետազոտություններ, կատարել սոնոգրաֆիկ հետազոտություններ, MRT հետազոտություններ։ Պատճառը վերացնելուց կարելի։ Միանշանակ, եթե ուղղակի ֆունկցիա կատարես, երբ պատճառը չվերացնես, դա հարցի լուծում չի։ Դա նույն բանն է, որ ուղղակի ցավազրկող խմես, այդ բան ցավ չունենաս, իմանաս բուժված ես։ Իսկ երբ հեռացվում է հեղուկը ծնկներից, ծնկան հոդից, դա կարող է ինքն իրեն նորից կրկնվել, լցվել եւ այն էլ շուտ տեղի ունենալ։ Եթե նշեմ, որ եթե պացիենտը լիարժեք չի բուժվել ու ունի որոշակի թաքնված խնդիրներ օրգանիզմում, միանշանակ դա կրկնվելու հավանականությունը շատ մեծ է։ Դուք որպես բժիշկ օրթոպեդ ո՞րն եք համարում օպտիմալ լուծումը ծնկան հոդում տարատեսակ խնդիրներին ու տվյալ դեպքում։ Ցավոք սրտի կա հիվանդի պահանջարկ նաև հասկացողություն, պահանջմունք հասկացողություն։ Աշխատելով տարբեր պոլիկլինիկաներում, ցավոք սրտի կան մարդիկ, որ ուղղակի գալիս են
դեղ գրելու, որ իրանց դեղ գրեն, ինքը դեղը վերստի գնա։ Ու ինքը իրան հետաքրիր չի, իրանով դու զբաղվես, բուժես, խորանաս, ուստի դու չես կարող այդ մարդուն ուղղակի նագրուսկայի տակ դնել, թե ծախսերի տեսակետից, թե ժամանակի տեսակետից։ Սրտանց ուզում ես, բայց դա հիվանդը չի ցանկանում, ուստի դու այդ ժամանակը չես կարող տրամադրես։ Ինչքան է լինում որ բացատրում ես, որ գիտեք ինչ ճիշտ է, այս ճանապարհով գնալը, բայց ամենամեծ ինքն է որոշում իհարկե։ Բայց կոնկրետ իմ պացիենտները ես շատ նավընծնկան հոդի հետ դիմող պացիենտներս ես շատ լուրջ եմ տրամադրվում ու իրոք մեծ ժամանակ կտրամադրեմ թե հեռախոսով, թե տարբեր ձայնագրություններով, WhatsApp-ով եւ այլն, որ ես այդ պացիենտին լիարժեք ինֆորմացիա հավաքեմ, կարողանամ լիարժեք բուժել։ Ծնկան հոդը այսօր ստրուկտուրա է, որը որ ֆիքսվում է կապանների միջոցով։ Ինքը ոչ մի ոսկա աճառային հենք չունի, այսինքն ինքը բաց հոդ է եւ ֆիքսվում է ուղղակի կապաների օգտով, այսինքն իր վնասվելու հավանականությունը բավական բարձր է։ Այստեղ առաջին հերթին երիտասարդները պետք է ուշադրություն դարձնեն ծնկան հոդի ստաբիլությանը։ Եթե ծնկան հոդը ստաբիլ չի, հոդի մաշվածությունը մոտակա տարիների ընթացքում առաջանալ է։ Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել այտուցին, ցավ այտուց, ցավը դա ազդանշան է, որ այտուց ծնկի հատվածում։ Այո, ցավը դա ազդանշանն է օրգանիզմից, որ գիտեք ինչ, արդեն ժամանակն է իջնով զբաղվել, բայց քանի որ մեր երիտասարդությունը գրագետ է, կա արդեն ChatGPT-ներ, այսինքն այդ հասանելիությունը բավական մեծ է, ուստի իրանք ավելի շատ տեղեկացված են լինում, իրանք իրենց խնդրի մասին հարցնում են ChatGPT-ին, դրա համար ցանկացած անհանգստացնող երևույթ ծնկան հոդում պետք է դիմել մասնագետի։ Դա կարող լինի մենիսկների վնասում, խաչաձև կապաների վնասում, կոլատերալ կապաների վնասում, սինովել թաղանթի հաստացում, բորբոքում, այտուց, հեղուկի կուտակում եւ այլն։ Այդ ամենով պետք է լիարժեք այդ տարիքում են զբաղվել, որովհետեւ ցավոք սրտի մեր ծնողներ, տատիների մոտ այդ զարգացվածության ու գիտելիքները չի եղել։ Դրա համար հիմիկվա բոլոր այս պոլիկլինիկայում կանգնած բոլոր պացիենտների մոտ լիարժեք մաշվածություն է հոդում։ Բայց այդ ժամանակ արդեն միակ տարբերակը, որը որ կօգնի, դա հիմնականում էնդոպրոթեզավորումն է, բայց ցավոք սրտի ոչ բոլորը պետք է չհասնի կետը դրանայում, մինչ այդ կանխարգել էլ հնարավոր է, քանի որ Բժիշկ Չարիկյան նաև կցանկանայի նշեիք, թե այս ապահովագրության ներդրմամբ արդյոք այս խնդիրները կարելի է լուծել։ Ուրեմն իրոք մեծ ներդրում եղավ պետության կողմից, որ 65 տարեկանից բարձր անձիկ, 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացող անձիկ, սոցիալապահով խմբեր, հաշմանդամություն ունեցող անձիկ ներառված են այս ապահովագրության ծրագրի մեջ։ Իրանց փոխհատուցվում է վիրահատության արժեքը, նաև ծնկան հոդի արթրոսկոպիկ վիրահատության արժեքն էլ է փոխհատուցվում է վիրահատությունները, փոխանցվում է որը որ նորություն է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզը, որոշակի իհարկե գումար է սահմանաչափով, բայց դա հնարավորություն է տալիս, որ այդ գումարից օգտվես եւ հիվանդին տրամադրես այդ էնդոպրոթեզը առանց ինչ-որ գումար ավելացնելու։ Ներկա պահին ծնկան հոդի էնդոպրոթեզը կասեցված է, բայց դա երևի թե ժամանակավոր հարց է, բայց մնացած բուժումները ներառված են։ Իհարկե ներառված է, բաց ենք մենք, ոչ մի տենց նագրուսկա չկա, որ մենք պացիենտին տանք, միշտ հարցում են ձեր մոտ կոնսուլտացիան ինչքան ես ասում, ուղղակի ժպիտով եկեք, տենց չկա այդպես հարց էլի կոնսուլտացիա, եկեք փորձեմ ինչ-որ բանով ձեզ օգտակար լինի։ Դե տենց պետք է անես, որ մարդիկ փորձեն մաքսիմում բաց լինեն քո հետ, կարողանան կիսվեն ու իրենց խնդիրը քեզ ներկայացնեն, ու դու կարողանաս ընկղմվես իրենց խնդիրից ու լուծում առաջարկես։ Այո, եւ վերջում կցանկանայի ձեր խոսքը ուղղեք մեր հեռուստադիտողին, թե որ դեպքերում է, որ պետք չէ ուշացնել, որ դեպքերը պետք չէ անտեսել, քանի որ դուք գիտեք ձեր փորձից ելնելով, թե որքան ուշացած կարող են գալ։ Ու շփվելով օրական բազմաթիվ հիվանդների հետ, թե պոլիկլինիկայում, թե բժշկական կենտրոնում, խնդիրները բազմաթիվ են ու մենք առնչվում ենք թե երիտասարդ պացիենտների, թե տարիքով պացիենտների մոտ։ Ու ես նույնիսկ իմ երիտասարդ պացիենտին ասում, այս հարցը, որը առկա է, թե մեղդիով ենք հայտնվել, թե բոլոր կլինիկական տեստերով, այդ տեսնում ես այն տատիկը, որ այնտեղ նստած է, այս ժամանակին ինքը չի իրան հետևել, չի հիսկել, բժշկի չի եկել, միգուցե փակ եղել երկիր այդքան ինֆորմացված չի եղել, չի կարացել դիմել, համենայն դեպս այսօր իրան խնդիրը մենակ լուծելի էնդոպրոթեզով։ Ես խորհուրդ կտամ բոլորին, որ ցանկացած խնդրի դեպքում բաց հանգիստ դիմեն, մենք զննենք կլինիկական տեստեր անենք, կատարենք սոնոգրաֆիկ հետազոտություն, հայտնաբերենք խնդիրը,
փորձենք դեղորայքով, ֆիզիոթերապևտիկ միջոցներով լուծումը տալ, որպեսզի չհասնենք այն բարդ աստիճանի, իսկ արդեն երբ որ արկա է մեծ տարիքում իհարկե արդեն ակտոս հասկացողությունը խորհուրդ կտամ, որ այսօր կյանքը իրականում կարճ է, մարդիկ պետք է նաև հայաստանի բնակչություն արժեն են լավ ապրելու, եվրոպացի ոնց են մեծ տարիքում սկսում են շրջագել, իսկ մենք մտածում ենք մենակ որ այսօր կյանքը բրծել է, հնարավոր է ընդհանրապես ժամ 15 րոպեից վիրացում կատարելով փոխարինել հոդը եւ մարդը հասնել իր բնականon կյանքի։ Այսօր հանգիստ կարող եք դիմել, մենք պատրաստ ենք ձեզ լինել օգտակար։ Շնորհակալություն բժիշկ շատ ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Ձեզ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար, սա այն թեմաներից էր, որ ձեզանից շատերը գրում են, հետաքրքրվում են եւ ահա դուք ստացաք հենց նեղ մասնագետից, բժիշկ օրթոպեդ վնասվածքաբանի ձեր հարցերի պատասխանները։ Ես զրուցում էի Իզմիրլյան բժշկական կենտրոնի օրթոպեդ վնասվածքաբան Նարեկ Չալիկյանի հետ։ Իսկ ծնկան հոդի հետ կապված խնդիրները հարկ է ուշադրությամբ կենտրոնում պահել ժամանակին, որպեսզի հետագայում ավելի լուրջ, ավելի խնդրահարույց իրավիճակներում չհայտնվեք։ Այսքանը կհանդիպենք։ Ֆիլմ ջրեք, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի սիրահարներին եւ բոլոր մարզասերներին, ովքեր դիտում են Մեդինֆորմը եւ այսուհետ մեր ծրագրում իր տեղն է գտել սպորտային այս կարևոր էջը։ Մարզիչների օգնությամբ ցույց ենք տալիս, թե որ վարժությունը սխալ է կատարել այսպես եւ որ ինչպես է ճիշտ կատարել, այնպես որպեսզի օգուտի փոխարեն վնաս չպատճառենք օրգանիզմին։ Ես գտնվում եմ Hills սպորտային համալիրում եւ մարզիչ Հայկի հետ միասին հիմա պետք է հասկանանք, թե մեջքի եւ նստատեղի մկանների համար կատարվող այս շատ սիրված մարզասարքը որ դեպքում է սխալ կատարվում եւ որ դեպքում է ճիշտ կատարվում։ Ողջույն Հայկ։ Բարձր։ Այս մարզասարքը ես նույնպես շատ կիրառում եմ, շատ սիրում եմ, բայց լինում են դեպքեր, երբ տուն գնալուն պես զգում եմ, որ այս հատվածը մեջքի ներքևի հատվածը ցավեր է նկատվում։ Արդյոք ես այդ դեպքում սխալ եմ կատարած լինում, սա հնարավոր է։ Հնարավոր է սխալ կատարել եւ ցավեցնել մեջքի մկանները։ Ահա։ Վարությունը կատարում ենք, հենվում ենք մարզասարքի վրա։ Ահա։ Մի քիչ կուզենանք բարձրացնել մարզասարքի դեպի վրա։ Քանի որ նա բարձրահասակ է, դա հասակի հետ է պատասխանեցնող կուզենանք։ Ահա։ Կարող ենք կատարել քաշով եւ առանց քաշի։ Ահա, տվյալ դեպքում 25 կիլոգրամ։ Սկսնակների խորհուրդ կտայի կատարել վարությունը առանց քաշի։ Ահա։ Մարմնի քաշով մեջքը պահելու ենք ուղիղ։ Այս մարզասարքով մենք կարող ենք մարզել մեջքի ստորին հատվածի մկանները, նստամկանը եւ ազդրի ետևի մասի մկանները։ Մեջքի մկանները մարզելու համար սկսնակցներին խորհուրդ կտայի վարությունը կատարել առանց քաշի։ Ձեռքերը կպահենք դեպի վեր։ Իջնելուց դեպի ձգվում ենք դեպի առաջ, մեջքը դեպի ուղիղ պահենք։ Բարձրանում ենք միջև որ հավասարվի ողնաշարը։ Նա ճիշտ է կատարում։ Ահա։ Շատ լավ։ Եվ քարով վերևում արտաշնչում ենք պարտադիր, 1 վայրկյան ֆիքսում ենք ու դանդաղ իջնում ենք դեպի ներքև։ Իսկ այդ պետք է շատ իջնել մինչև հատակը, թե կիսով չափ։ Ու միջև վերջ պետք չի որ իջնենք, եթե ցանկանում եք կատարել մեջքի մկանների մարզումը։ Մյուս մկանները մարզելու համար կարող եք իջնել միջև ներքև։ Հայկ, իսկ այս վարժությունը կատարելիս երբեմն մինչև վերջ կարող ենք իջնել եւ կիսով չափ։ Որն է ճիշտ։ Երկուսն էլ, ահա։ Միջև վերջ իջնելու կարիք չկա, քանի որ մեջքի մկանները պետք է լարված պահենք։ Միջև վերջ իջնելու դեպքում արդեն մեջքի մկանները կթուլանան։ Նորից վերև բարձրանանք, նորից էլի կձգվեն։ Ցանկալի է լարված պահել միջև վերջ եւ բարձրանալ վերևում 1 վայրկյան։ Խնդրեմ, կատարեք, տեսնենք ճիշտ եք դուք կատարում։ Արդյոք սխալ նկատում եք հիմա մեր մարզվողի պարագայում։ Դանդաղ իջնենք։ Շատ ճիշտ։ Պետք է դանդաղ, այո, իջնել։ Մի քիչ դեպի առաջ ձգվել։ Բարձրանալ։ Իսկ այդ գլուխը հետաքրքիր է, պետք է հայացքը վերև լինի, թե գլուխը կա։ Չէ, նեյտրալ, ոչ վերև, ոչ ներքև։ Շնորհակալ եմ։ Էլ ինչ մարզումներ առանց ջուր խմելու։ Այնպես որ պիտ ջրեր, ճիշտ ջուր խմելու ժամանակն է։ Մարզվելիս պարտադիր մի քանի կում պետք է ընդհատ խմել մարզման ընթացքում, որպեսզի օրգանիզմը չհասցնի ծարավել, չորանալ եւ սպառել իր ջրային բոլոր ռեսուրսները։